հենց այս դաշինքի ձևավորմամբ մենք փորձում ենք քաղաքական դաշտում մի նոր համագործակցությամբ ցույց տալ, որ ազգային միասնությունը պետք է լինի բոլոր քաղաքական ուժերի եւ հասարակական տարբեր շերտում գտնվող մարդկանց առաջնային խնդիրը։ Ես չեմ իմանում այնպիսի երկիր, որը ունի նման ազգային մասնատվածություն, ժողովրդական մասնատվածություն եւ կարողանում է պահպանել իր տեղը պատմության էջերում։ Չկա այդպիսի նախադեպ։ Երբ կարդում ենք բուզանդական կայսրության վերջին այսպես պատառիկը մնացած Կոստանդնուպոլսի անկման մասին, երբ թուրքերը հարձակվել եւ շրջապատել էին քաղաքը, այսպես քրիստոնեական բուզանդական կայսրության վերջին հենակետն էր, բավականին շատ պատմաբանները գրում են հենց տեղացի ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի մասին։ Խայտառակ մասնատվածություն, ատելության այսպես խոսք, առևտուր, թուրքերը հարձակվել էին, բայց միևնույն ժամանակ բուզանդացիները փոխարենը մտածեին պաշտպանության մասին, մտածում էին սեփական շահի, սեփական գումարի եւ ապագայի մասին, անձնական ապագայի մասին։ Մատնում էին ընկերոջը, չէին հասնում փոխօգնության կռվող զորքերին, բանակցություններ էին վարում թիկունքում թշնամու հետ, փորձում էին իրենց անվտանգ ճանապարհներով դուրս գալ։ Այսինքն բոլոր նման ժողովուրդները, որոնք կորցնում են ազգային արժեքները, իդեալները, պատկերացումները, որոնց ըստ էության համակարգող այդ ազգային միասնությունն է, իրենք դատապարտված են կործանման։